Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ 94 տարեկանում կյանքից հեռացել է սպարապետ Հայաստանի ազգային հերոս եւ երջանկային շատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի հայրը Զավեն Սարգսյանը։ Այդ մասին Facebook-յան իր էջում գրել է վերջինիս որդին քաղաքական գործիչ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Իմ շատ սիրելի եւ օրինակելի հայրը գնաց հավերժի ճանապարհով, հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին ժամը 17:00-ին Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում, գրել է Արամ Սարգսյանը։ Սարգսյանն ընտանիքին ցավակցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ցավակցություն ուսեմ հայտնում Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հոր Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, Facebook-ում գրել է Քոչարյանը։ 大家好，我姓Հակոբյան， 我叫Աննա Հակոբյան， 我是亚美尼亚人。 Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, նշելով, որ դրանում Չիրանենի քննությունն է հանձնում։ Տեսանյութին կից նա նշել է. ակնկալում է, որ յուրաքանչյուրով Սուրբ Ծննդյան պատարագից հետո քննարկել, հետաքրքրվել, վերլուծել է իր հագուստը, գլխարկը, զարդը, մեքենան, դրանցում գտել է մոգություն, թուղթուգիր, քաղաքական օգուտներ կամ վնասներ, նույնքան լրջությամբ եւ բազմակողմանիորեն կքննարկի իր չինարեն սովորելու փաստը։ Փաշինյանի կողակիցը պնդել է նաև, որ իրենից 7 օր է պահանջվել չինարենը զրոյականից տեսանյութում պատկերված մակարդակով սովորելու համար։ Մինչդեռ ես միջին կարողություններ ունեմ, երբեք աչքի չեմ ընկել գերբնական տաղանդներով։ Այդ դեպքում հարց է առաջանում, այդ ինչպես ստացվեց։ Գաղտնիքն ուսուցչուհու տաղանդի եւ նրա մեջ է, որ ես զբաղվում եմ իմ սրտին չափազանց մոտ գործով։ Իսկ ինչու է ինձ այդքան սրտամոտային գործը, որ հիմա անում եմ, բանն այն է, որ մեր ժամանակներում երբ չարիքն էլ ռումբերի հետևանքներով լինում, բարիքն էլ, իսկ մենք գիտենք, որ ռումբերը մաքուր չարիք են, ինչ չափազանց հետաքրքրում է 6000-ամյա չինական քաղաքակրթության փորձը։ Ես ունեմ հարցեր եւ պետք է ստանամ դրանց պատասխանները, գրել է նա, ապա շարունակել։ Հավաստիացնում եմ, չեք զղջա, անպայման ընտրեք ձեզ ամենասրտամոտ ոլորտը եւ զրոյից սկսեք սովորել։ Մի բան, որ ոչ թե ստիպված եք անել, այլ ձեր կամքն է, ձեր ընտրությունը։ Մի բան, որ անում եք ոչ թե ուրիշի կամ ինչ-որ նպատակի հասնելու համար, այլ միայն ու միայն ձեզ համար։ Դուք եղեք ձեր նպատակը, նոր գիտելիք ձեռք բերելու ձեր միակ շահառուն։ Մնացածը կգա ինստինկտյան հաճելի բոնուսների տեսքով։ Գրառման վերջում Փաշինյանի քաղաքացիական կինը ներողություն է խնդրել բոլոր միջազգային բարեկամներից, գործընկերներից, առաջին տիկիններից, միջազգային կազմակերպություններից ու կառույցներից, որ չի կարողանում ներկա գտնվել միջոցառումներին եւ այցերին, չի կարողանում ընդունել ելույթներ ունենալու առաջարկները։ Ինձ համար այդ շփումները շատ կարեւոր եւ մեծ պատիվ են, բայց բոլորի թույլտվությամբ բոլոր ժամանակ եւս կմնամ ակադեմիական մեկուսացման մեջ, եզրափակել է նա։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մայրաթորի Իվանապետ Արշակ arczepiskopos Խաչատյանի կալանքի դեմ պաշտպանի բողոքը, սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Արշակ arczepiskoposին քննչականը ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց դեկտեմբերի սկզբին 7 տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու համար։ Սրբազանը մեղքը չի ընդունում։ Վերաքննիչ դատարանը հունվարի 5-ին հետաձգել էր կալանքի դեմ միջնորդության վերաբերյալ վճռի հրապարակումը։ Մայիսից կաթողիկոսի հետ միասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնված Արշակ arczepiskopos Խաչատյանը ըստ քննչական կոմիտեի 2018-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ մարիխուանա տեսակի թմրամիջոց գցելու ցուցում էր տվել։ Ավելի վաղ անդրադառնալով Մայրաթորի դիվանապետի կալանքին, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն հայտարարել էր, որ նա ձերբակալվել է անհիմն եւ շինծուն մեղադրանքով։ Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել Վանաձոր քրեակատարողական հիմնարկում գտնվող իր վստահորդին, այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունը, չնշելով փաստաբանի անունը։ Ծառայողները հունվարի 10-ին խուզարկել են Վանաձոր ՔԿՀ-ում իր վստահորդին այցելած փաստաբանին եւ նրա պայուսակում հայտնաբերել ծխախոտի տուփ, որում եղել է 8 առանձնացված փաթեթ, ասված է հաղորդագրությունում։ Փաթեթներում եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմավող զանգված, փոշենման դաշնագույն զանգված, սպիտակ փոշենման եւ յուրեղանման զանգված։ Փաստաբանը ձերբակալվել է եւ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Ռուս հաղորդավար պետական պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, թե Հայաստանը կորցնել է դեմ է Ռուսաստանի Դաշնության ազգային շահերին։ Նրա պնդմամբ հատուկ ռազմական գործողություն պետք է իրականացնել ոչ միայն Ուկրաինայում,
այլև Ռուսաստանի ազդեցության այլ տարածքներում եւ պետք է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա։ Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի, մեզ համար մեծ խնդիր կարող է լինել Միջին Ասիայում եւ մենք պիտի հստակ ձևակերպենք մեր խնդիրներն ու առաջադրանքները։ Խաղերն ավարտված են թքած միջազգային օրենքների եւ իրավունքների վրա։ Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով մենք չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում։ Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային դոկտրինան, որոնք են մեր ազդեցության գոտիները եւ ամեն ինչ հասկանալի կլինի, նշել է Սոլովյովը։ Заниматься сейчас не Сирией и не Венесуэлой. Мы не должны терять наших позиций, но самое важное для нас наше ближнее зарубежье. Для нас гораздо болезненнее то, что происходит в Армении, чем то, что происходит в Венесуэле. Потеря Армении – вот это гигантская проблема. Проблемы в нашей Азии, Средней Азии, Центральной Азии, как ее называют, вот это для нас может быть гигантской проблемой. И мы должны очень четко сформулировать наши цели и задачи. И мы должны объяснить. Игры кончились. Плевать на международные права, международный порядок. Если нам для нашей национальной безопасности необходимо было начать СВО на территории Украины, почему, исходя из тех же самых соображений, мы не можем начинать СВО и в других точках нашей зоны влияния? Может быть, нам необходимо сформулировать нашу национальную доктрину и четко сказать, какова наша зона влияния. И все будет понятно. Все будет понятно. Нам надо прекратить метать бисер перед свиньями и плевать, что читают в Европе. Нам надо прекратить жалеть украинцев. Жестокость, проявленная в первую неделю, привела бы к тому, что конфликта уже бы не было, и потери были бы гораздо меньше. Как с одной, так и с другой. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է արտաքին գործերի նախարարություն ԱԳՆ-ում, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ։ Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները, նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ամանորին առաջնային եւ երկրորդային ճանապարհներին ձնամաքրման հետ կապված գրեթե խնդիր չի եղել, բայց վարչական շրջանների կատարած աշխատանքի մասով դժգոհություն կա։ Ցավոք սրտի պետք է արձանագրել, որ վարչական շրջանների մեր կատարած աշխատանքից ես դժգոհ եմ մի քանի պատճառներով։ Առաջին հերթին իմ կարծիքով մենք բավարար չափով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, ովքեր ունեն պարտականություն, իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար այդ աշխատանքների մասին տեղեկացված լինեն։ Ինչի չենք կատարել, ինչն է հիմքը, որ կարող եմ սա պնդել, որովհետև մենք ունենք վարչական շրջաններ, ովքեր որ բացարձակապես որևէ վարչական տուգանք այս հոդվածով չեն գրել այս շրջանում։ Դրանք 4-5-ն են։ Եվ չկա դրան բացատրություն։ Վերջինս օրինակ բերեց Կիևյան փողոցի խանութներից մեկի սեփականատերը մաքրել է իր տարածքի դիմացի հատվածը, բայց Ավինյանն ասել է, թե իրեն դրա համար գումար պետք է տրվի։ Տիգրան Ավինյանը նաև վրդովվեց, որ տնտեսվարողները չգիտեին իրենց պարտավորությունների մասին։ Նա ևս մի քանի պատճառ ներկայացրեց, թե ինչ դժգոհություններ ունի։ Շեշտեց, երկրորդ խնդիրն այն է, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը որոշ վարչական շրջաններ, որոնք գործիքներ ունեն բակային տարածքներում, պետք է իրականացնեին աշխատանքներ, ինչը չի արվել։ Հասկանում եմ իհարկե, դա էլ է մոտեցում, բայց այն մոտեցումը չի, որի մասին ես խոսել եմ տարվա վերջին։ Ես հատուկ շեշտել եմ, հարգելի գործընկերներ, որ մենք ունենք ձյուն, դեռ դեկտեմբերի վերջին եմ խոսել դրա մասին, եւ պետք է աշխատենք 24/7 ռեժիմով, ինչպես աշխատել է ԵԱՍՄ հիմնարկը։ Սա 2 եւ 3 հարգելի գործընկերներ,
Դուք ունեք մոտավորապես հանրագումարով 300 աշխատակիցներ, ովքեր որ պետք է զբաղված լինեն տարատեսակ վարչական խախտումներ արձանագրելով, եւ այդ արձանագրությունների թվերը, երբ որ ես հանում եմ, ձեր 300 աշխատակիցների, համեմատում եմ օրինակ նույն հասարակական կարգի կամ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության աշխատակիցների քանակը, այսինքն մարդ վարչական իրավախախտման արձանագրություն խայտառակ թվեր են դուրս գալիս։ Ուղղակի խայտառակ թվեր են դուրս գալիս։ Եվ ես հասկանում եմ, որ այդտեղ ունենք լուրջ փոփոխությունների կարիք, որը շուտով կքննարկենք անպայմանորեն։ Այսօր հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում ժամը 14:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքի Խանջան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 8 հասցեի մոտ քրեական համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ 64-ամյա Հովհաննես Ղեյրդին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը եկել էր նշված տուն, որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացներ, սակայն այն փլուզվել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։